Ողջույն սիրելի հետևորդներ, ողջունում եմ ձեզ մեր ալիքներում։ Այսօր եկել եմ ձեզ հետ խոսելու ելակի մշակության մասին։ Այս վիդեոյում կխոսեմ, թե ինչպես ճիշտ մշակել ելակը ջերմատներում հունվար ամսին։ Եվ իհարկե որ սորտերն ընտրել, ինչ ջերմաստիճանում մշակել, ինչպիսի լուսավորություն ապահովել, ինչպես ջրել, սնուցել, սխալներից խուսափելու համար կարող եք հետևել տեսանյութին, որպեսզի նման սխալներ չկրկնեք։ Ուրեմն առանձնացրել եմ 10 կարևոր կետեր ելակը հունվար ամսին մշակելու համար, առանձին կանդրադառնամ այդ կետերին։ Ուրեմն ամենակարևոր կետը դա սորտի ճիշտ ընտրությունն է, քանի որ ոչ բոլոր տեսակներն են, որ ռեմանտանտ սորտեր են, եւ ոչ բոլոր տեսակներն են, որ հարմար են ձմեռը ելակ մշակելու համար։ Ուրեմն լավագույն սորտերը, որոնք կարող եք ձմռանը մշակել, դրանք են Ալբիոնը, Սան Անդրեասը, Մոնտերին եւ Մուրանոն։ Երկրորդ կարևոր պայմանը լուսավորության ապահովումն է, քանի որ լուսավորությունը ելակի համար շատ կարևոր է, որ լինի օրական 12-ից 14 ժամ, իսկ ձմռան ամիսներին դա բավականին քիչ է, ապա կարող եք լուսավորությունը ավելացնել LED լույսերով, քանի որ քիչ լուսավորության պայմաններում կարող է ծաղիկները քիչ լինել եւ պտուղները մանր լինել։ Երրորդ կարևոր պայմանը ջերմաստիճանի ճիշտ ռեժիմի ապահովումն է, քանի որ ելակը սիրում է, որ ջերմաստիճանը ցերեկը լինի 18-ից 22, իսկ գիշերը 8-ից 12 աստիճան։ Եթե ջերմաստիճանը բարձր է 25 աստիճանից, ապա այդ դեպքում կարող են ծաղիկները թափվել, իսկ եթե մինչև 6 աստիճան է, 6 աստիճանից ներքև եղավ ջերմաստիճանը, կարող են ընդհանրապես ծաղկման պրոցեսի հետ խնդիրներ առաջանալ։ Չորրորդ կարևոր պայմանը դա հողը եւ սուբստրատներն են։ Շատ կարևոր է, որ հողը հարստացված լինի, կարող եք կոմպոստով հարստացնել, օրգանական կոմպոստով հարստացնել, պետք է նաեւ հողը թեթև լինի։ Ջերմատների պայմաններում կավային հողերը բացառեք, քանի որ նման կավային հողերում ուղղակի կարող են արմատները նեխել, արմատների փտում առաջանալ, այնքան էլ օպտիմալ չէ նման հողերում ելակ աճեցնելը։ Ցանկալի է, որ լինեն թեթև հողեր, հողի հետ տվեք խառնուրդներ, կարող եք պերլիտ ավազ խառնել հողի հետ, եւ պետք է հողի pH-ը անպայման ստուգեք, որ լինի 5.5-ից 6.5, այսպես ասած 5.5-ից 6.5։ Ուրեմն 5-րդ կարևոր պայմանը, որի մասին ուզում եմ խոսել, դա ոռոգման ճիշտ կազմակերպումն է։ Ձմռան համար կարող եք ընտրել կաթիլային տարբերակը, ինչպես նաև նշեմ, որ պետք չէ շատ ջրել եւ պետք էլ չի շատ քիչ ջրել, քանի որ քիչ ջրելուց կարող են ծաղիկները վնասվել, իսկ շատ ջրելուց կարող են արմատները նեխել։ Հաջորդ կարևոր կետը, 6-րդ կետը սնուցմանն է վերաբերվում։ Նշեմ, որ կարող եք ձմռանը տալ ազոտ, կալիում, կալցիում, բայց ազոտը պետք է լինի չափավոր, որպեսզի տերևները չփարթամանան, իսկ պտուղը մնա փոքր։ Կալիումը բարձրացնում է բերքի բերքատվությունը, կալիումը պարտադիր է, որպեսզի պտուղները լինեն ամուր։ Հիշեք այս 3 կարևոր միկրոէլեմենտները։ Հաջորդ կարևոր պայմանը խոնավության եւ օդափոխության հարցի կարգավորումն է, քանի որ գիտեք, որ ցանկացած բույս կարիք ունի օդափոխման, ապա ելակը նույնպես բացառություն չէ։ Օդափոխության համար օպտիմալ պայմանը 65-ից 75 աստիճանի խոնավություն ապահովելն է։ Եթե խոնավությունը սրանից ավելի բարձր է, ապա պատրաստ եղեք, որ դիմավորելու եք մոխրագույն հոտ կոչվող հիվանդությանը եւ կարող է նաեւ բորբոս սկսվել ելակների մեջ։ 8-րդ կարևոր պայմանը ուրեմն փոշոտումն է, այսպես ասած, քանի որ ձմռանը մեղուներ չկան եւ փոշոտումը արդեն պետք է լինի մեխանիկական եղանակով, կարող եք ձեռքի խոզանակով փոշոտել, թեթև օդափոխում կատարել եւ օդափոխիչներով, ինչպես նաեւ կարող եք իմեջում գտնել ելակի փոշոտման տարբերակներ, այնտեղ մի տեսանյութ ունեմ ելակի փոշոտման հետ կապված, մեկնաբանությունների բաժնում կտեղադրեմ, կարող եք տեսնել, ես մի տարի այդպես եմ փոշոտել, իհարկե գարնան ամիսներին էր, բայց աշխատող տարբերակ է, հիանալի աշխատում է, ինքս փորձել եմ։
9-րդ կարևոր կետը դա հիվանդությունների կանխարգելումն է։ Նշենք, որ ձմռանը հիմնական վտանգը սնկային հիվանդություններն են, ինչպես արդեն նշեցի, դրանք են մոխրագույն հոտը եւ փոշենման բորբոսը։ Սրանք շատ վտանգավոր հիվանդություններ են ելակի համար եւ աշխատեք, որ օդափոխությունը ճիշտ պահպանեք, որպեսզի այս հիվանդություններից խուսափեք։ Եվ 10-րդ կետը եւ ամենակարևոր կետերից մեկն է, որ պետք են տերևները անպայման պարբերաբար հեռացնել, դեղնած տերևները, հիվանդ տերևները, որպեսզի հիվանդությունների տարածումը այդպիսով արդեն իսկ կանխարգելեք։ Եվ պետք է լավ օդափոխություն ապահովեք եւ որպեսզի ավելի խոշոր բերք ստանաք։ Ավելի խոշոր օդափոխությունը ավելի խոշոր բերքի կարող է բերել եւ ավելի առողջ պտուղներ կունենաք։ Այսքանը այսօրվա համար, սիրելիներս, եթե այս պայմանները ապահովում ենք, ապա կարող եք վստահ լինել, որ լավ ելակի բերք կարող եք ունենալ նույնիսկ անգամ հունվար ամսին։ Իսկ եթե վիդեոն օգտակար էր, բաժանորդագրվեք մեր ալիքին, գրեք մեկնաբանություններ, մեկնաբանություններում հղեք ձեր հարցերը, փորձենք պատասխանել։ Այսքանը, կհանդիպենք։